Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նշում են, որ այն ամենն ինչ տեղի ունեցավ 3 իշխանությունների ձեռնարկած բռնարարքների շարանի տրամաբանական արդյունքներ։ Քաղաքապետարանի մոտ հավաքված մարդկանց նկատմամբ ըստ ընդդիմության աջակիցների մարտի 1-ի կեսօրից սկսած բռնություններ էին կիրառվում, տարբեր տեսակի սադրանքներ էին լինում։ Հիշենք, թեկուզ ոստիկանական Վիլիսի ցուցարարներին վրայերթի ենթարկելու փաստը կամ անհայտ անձանց կողմից ընդդիմադիր պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել է։ Ահա թե ինչպես են մեկնաբանում 3 ողջ օրվա ընթացքում տեղի ունեցածը Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, լսենք առաջին նախագահի գրասենյակի մամլոխոսնակ Արման Մուսինյանին։ Պարոն Մուսինյան, ես նախ ուզում եմ հարցնեմ մարդկային զոհերի մասին։ Պաշտոնական տվյալներով 8 մարդ է զոհվել գիշերվա միջադեպերի ընթացքում, ձեր տվյալներով, ընդդիմադիրների տվյալներով զոհերի թիվը 8-ն է։ Գիտեք, տարբեր լուրեր են անդադ մեզ հասնում, ծայրահեղորեն տարբեր տվյալներ, մինչև երբեմն 25-30, բայց քանի որ մեզ կողմից ճշտելու հնարավորությունները մի քիչ ավելի սահմանափակ են, մենք դեռ այս պահի դրությամբ չենք կարողանում հստակ պատկերացում կազմել։ Պաշտոնապես հայտարարվել է 8 զոհվորից 5-ի ինքնությունը ճշտվել է արդեն, մենք դեռ առաջնորդվում ենք այս տվյալներով։ Եվ հաշվի առնելով ձեր սահմանափակ հնարավորությունները տվյալները ճշտելու, այնուամենայնիվ դուք գիտեք զոհերից քանիսն են իրավապահ համակարգի աշխատողներ, քանիսը ցուցարարներ։ Նորից էսի վերջնական տվյալներ չկան, բայց մենք ենթադրում ենք, որ հիմնական մասը նրանք ցուցարարներ են։ Եվ վիրավորների մասին ինչ տվյալներ դուք ունեք։ Նորից բոլորը հասկանում եք, շատ հակասական տվյալներ են գալիս եւ մեզ չի հաջողում դեռ վերջնական տվյալներ։ Վիրավորներ իհարկե ավելի շատ են, բայց կոնկրետ այսպիսի տվյալներ, որ ես թիվ կարողանամ ասել, կդժվարանան։ Եղավ, ես նախ փորձեցի ճշտել հենց մարդկային կյանքերին, վիրավորներին առնչվող հարցերը։ Մեզ համար էլ հիմա շատ դրամատիկ վիճակ է, որովհետև այս ամեն ինչից զատ մարդկային կյանքերը թերևս ամենակարևորն են եւ հիմա էլ ամենակարևորն են, որից հնարավորինս պետք է խուսափել, բայց մենք ամենայն դեպս ամեն ինչ արեցինք, որպեսզի նման բան չլինի։ Եվ հիմա ես խնդրում եմ ներկայացրեք ձեր կարծիքը, ձեր տեսակետը, ով է կրելու, ում վրա են ընկնում երեկվա դեպքերի պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, այդտեղ գոնե ինձ համար երկու կարծիք լինել չի կարող, մինչև 3 առավոտյան, այսինքն 9 օր շարունակվող հարավակները եւ այսպես բողոքի ցույցը կրում էր բացառապես խաղաղ բնույթ։ Այնտեղ օրվա տարբեր ժամերին հավաքվում էր մինչև նույնիսկ 200,000 մարդ, բայց որևէ այսպես անկարգություն, որևէ բռնություն, որևէ մի միջադեպ չէր եղել։ Այսինքն մեր ակցիաները կրում էին բացառապես խաղաղ բնույթ։ Երբ որ 3 առավոտյան ոստիկանությունը ուղղակի բռնի ուժով ցրեց մարդկանց, ծեծելով դաժանաբար, քնած մարդկանց, կանանց, ծերերին, երեխաներին, սա արդեն առաջին նշանն էր, որ իրադարձությունը կտրուկ լարվեց եւ դրա այդ գործողության պատասխանատվությունը կարծում եմ ակնհայտ է, որ իշխանություններն են։ Դրանից հետո մարդիկ ինքնաբուխ սկսեցին հավաքվել քաղաքի տարբեր կենտրոններում, ի վերջո Մինչ այդ պարոն Մուսինյան, ես խնդրում եմ, ես այս պահին ուզում եմ ձեզ ընդհատել, որովհետև հետո հարցը կարող է ուշ լինել, ես ուզում եմ հիմա հարցնել, որովհետև պաշտոնապես հայտարարվում է եւ երկրի ղեկավարները նույնպես հայտարարում են, որ առավոտյան դեպքերը սկսել են ցուցարարները, քանի որ ոստիկանությունը նախ ժամանել է այնտեղ խուզարկություն անցկացնելու նպատակով, բայց ցուցարարները չեն ենթարկվել, պատասխանել են, որից հետո արդեն սկսվել է այդ գործողությունը։ Ես ձեզ կարող եմ ասել, որ որևէ մեկը պետական պաշտոնական կամ պատկան մարմինների չի դիմել հանրահավաքի, այսպես ասած, ղեկավարությանը, որոնք օր ու գիշեր են տեղեն եղել, չի դիմել եւ չի ասել, որ մենք նման խնդիր ունենք եւ ուզում ենք խուզարկություն անցկացնել, որից հետո ստանալ կամ այո պատասխանը կամ ոչ պատասխանը։ Իրականում ոստիկանությունը ունեցել է մեկ նպատակ՝ հրապարակից հանել մարդկանց։ Եվ այդ դեպքերից հետո, առավոտյան դեպքերից հետո, երբ նշեցիք, դրանք շարունակվեցին, ինչպես շարունակվեցին, կազմակերպված էին, հրահանգավորված էին, հետագա կազմակերպված չէին, որովհետև շարժում նստեյության գլխատված է, շարժման ղեկավարը տնային կալանքի տակ էր, մյուս ղեկավարներից շատերը ձերբակալված էին,
եւ մարդիկ սկսեցին ինքնաբուխ հավաքվել քաղաքի տարբեր մասերում։ Հետո կենտրոնացան Ֆրանսիայի դեսպանատան հրապարակի մոտ եւ մարդկանց պահանջը մեկն էր, որ Տեր-Պետրոսյանը գա այդտեղ։ Տեր-Պետրոսյանը դրա հնարավորությունը չուներ, որովհետեւ Տեր-Պետրոսյանը արգելված էր լքել իր առանձնատունը։ Այս ընթացքում լարվածությունը գնալով այսպես ավելի աճեց։ Տեր-Պետրոսյանի շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ միակ ձևը իրադարձությունների անկանխատեսելի ընթացքը կանխելու դա այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնա այնտեղ եւ ելույթ ունենա եւ հանգստացնի եւ գործընթացը մտցնի ավելի վերահսկելի փուլ։ Նրան նույնպես թույլ չտրվեց դա։ Երեկոյան արդեն, երբ որ այնտեղ հավաքված էր իսկապես 100,000-ից ավելի մարդ եւ երբ որ արդեն զինված ստորաբաժանումներ բերվեցին այդ հրապարակին մոտ, ակնհայտ էր, որ տեղի ունենալու բախում մեր բոլոր կոչերը, որ հնարավորինս խուսափել Տեր-Պետրոսյանին հնարավորություն տալ գալ խոսել մնացին անարձագանք եւ տեղ ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այս պայմաններում պատասխանատվությունը ընկնում էր բացառապես այս իշխանությունների վրա։ Հաղորդագրություններ կան, որ հանրահավաք այդ ցուցարարները այդ վայրից մոտավորապես գիշերվա ժամը 4-ին ցրվել են Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ներկայացնելուց հետո։ Ինչ դիմում է դա եղել։ Դիմումի տեքստը չի ներկայացվում։ Չէ, դա դիմում չէ, դա հայտարարություն էր, որը Տեր-Պետրոսյանի անունից ներկայացվեց հանրահավաքում, որ քանի որ արդեն տվյալներ ստացվեցին, որ բախման ընթացքում կան վիրավորներ եւ զոհեր, Տեր-Պետրոսյանը կոչ արեց բոլորին գնալ տներով, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքների երկում հայտարարվել հաստատած դրություն, գնալ տներով եւ զերծ մնալ հրապարակային միջոցառումներին մասնակցելուց, մինչեւ կվերացվի արտակարգ դրությունը։ Եվ կան վառված մեքենաներ, թալանված խանութներ, բախումներ են տեղի ունեցել, արդյոք ձեր տեղեկություններով։ Այլ հատվածում, իհարկե հարակից հատվածում, բայց Տեր-Պետրոսյանի որպես սինտակ չեն ունեցել։ Այդպիսի ժամանակ շատ են, որ հայտնվում են եւ պրովոկատորները, եւ սադրիչները։ Դուք գիտեք, օրինակ, նույն 3 օրվա ընթացքում դանակահարվել էր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքում, երբ որ նա փորձում էր կասեցնել ոստիկանների եւ հանրահավաքի մասնակից որոշ մարդկանց հնարավոր բախումը։ Եվ հենց Ժառանգություն կուսակցությունը ինքն էլ հայտարարեց, որ հանրահավաքում ներդրվել են սադրիչներ, որոնք ամեն կերպ փորձելու են անկարգություններ հրահրել։ Եղել են կրակոցներ, փաստորեն, պարոն Մուսինյան, եղել են կրակոցներ, զոհեր եւ հաղորդվում է, որ ցուցարարների կողմից են եղել կրակոցներ։ Զինված ցուցարարներ չեն եղել, իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը։ Ես նորից եմ նշում, որևէ հատվածում եթե եղել են ինչ-որ սադրիչներ, պրովոկատորներ, մեր շարժումը, մեր ղեկավարությունը դրանց համար չի կարող կրել պատասխանատվություն։ Որևէ նման բան հատված մեր շարժման հետ գոյություն չունի։ Պարոն Մուսինյան, ես 100,000 մարդու մեջ ներդնել որևէ սադրիչ, այդքան էլ բաց գործ չէ, որը կարող է ինչ-որ բաներ հրահրել եւ բռնություններ եւ կրակոցներ եւ այլն եւ այլն։